Մոտենում է 2015 թվականի ավարտը և կապույտ այծը կամաց-կամաց իր տեղը զիջում է կարմիր կրակե կապիկին։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տոնական տրամադրության մեկնարկը տրված է։ Շիրակի մայրբուհի ուսանողները մեծ սիրով, մեծ ուրախությամբ և ուրախ երաժշտության հնչյունների ներքո զարդարում են տոնի խորհրդանիշը և յուրաքանչյուր զարդ կախելիս պահում են երազանք։ Այս փախելով մեր եղևնուց ես ցանկություն ունեմ կատարածվի իմ երազանքները եւ ցանկությունները եւ սրանով ցանկանում եմ, որպեսզի այս տարին պարավայջող ավարտվի, իսկ հաջորդ տարին սկսվի երջանկությամբ եւ միայն ժողովուրդները։ Տոնածառի զարդարման ընթացքում ուսանողները մանրամասնությամբ ընտրում էին յուրաքանչյուր զարդ ու խաղալիք, համադրում գույները եւ այդ ամենի հետ մեկտեղ բարձրաձայնում ուրախ ցանկություններ ու բարեմաղթանքներ, պատմելով իրենց սպասումների ու երազանքների մասին։ Համադրել եմ կարմիրը եւ ոսկե գույնը, քանի որ այս տարին համարվում է հրեկապիկի տարին եւ գույնն համարվում է կարմիրը։ Ակնկալում եմ այս տարում հասնել հաջողություններին եւ կրթության եւ աշխատանքի ոլորտում, ինչպես նաեւ գտնել իմ տեղը այս կյանքում։ Դեկտեմբերի 21-ից Բուհում մեկնարկեց նոր քննական շրջան, իր հետ բերելով ուսանողական հոգսեր ու անհանգստություններ, իսկ Շիրակի մայրբուհի ինտերիերը ուսանողներին խոստանում են նոր լիցքեր հաղորդել, բարձր ցուցանիշներով եւ բարձր տրամադրությամբ հաղթահարելու այնքան էլ չսպասված շրջանը, ամեն անգամ հիշեցնելով, որ գալիս է նոր տարի, հրաշքների նոր սպասումով։ Սիրելի ձմեռ պապ, ցանկանում եմ, որ այս տարի իրականացնես իմ 3 կարևոր ցանկությունները։ Առաջինը խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ մեր զինվորներին։ Երկրորդը մեր մայրենին ժպիտ ու անսպառ երջանկություն, քանզի մեզանից յուրաքանչյուրն ապրում է նրանց ժպիտներով։ Եվ երրորդը մեր ուսանողներին նորանոր նվաճումներ ու հաղթանակներ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Տոնական շունչը հաղորդում հատկապես Շիրակի մայրբուհի Պակը։ Երեկոյան ժամերին այլ իր լույսերով ու զարդերով առավել տպավորիչ է դարձնում անցորդների երեկոյան զբոսանքը, ապահովելով տոնական ուրախ տրամադրություն։ Արփինե Համբայրյան, Մարտին Գևորգյան, ԽՊՄ-ի լրագիր։